Տիկին Անդրեասյան, մենք չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք որոշում դպրոցներում կապիտալ ծախսերի ֆինանսավորման մասին, ինչ հարց ենք լուծում այդ որոշմամբ։ Պարոն վարչապետ, այդ որոշումը ըստ էության 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակներում է, մենք կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստին ունենում ենք նման որոշումներ, սրանով մենք ուրեմն հատկացումներ ենք անում երկու դպրոցների, որոնք գտնվում են կառուցման ընթացքում գումարների ավելացման համար, դպրոցների կառուցումը նախատեսվում է ավարտել 26 թվականին, այսինքն կառավարության ծրագրի շրջանակներում, նաև մեկնարկում են կառուցման աշխատանքները մեկ մանկապարտեզում, իրականացվում են նաև որոշ դպրոցների ուրեմն անհրաժեշտ նախագծային աշխատանքները եւ ինչը կարեւոր է վերանորոգվող դպրոցները, որոնք 300 դպրոցների կարեւոր մասն էին, միջեռամսյակային վերաբաշխման միջոցով ունենում ենք հնարավորություն մոտավորապես 775.8 միլիոն դրամի չափով միջեռամսյակային վերաբաշխում է արվում, որը հնարավորություն է տալիս 27 ուրեմն դպրոցների նորոգման աշխատանքները մեկնարկել եւ եւս 22-ում, որտեղ աշխատանքները արդեն ընթանում էին, լրացուցիչ ուրեմն միջոցներ տրամադրել այդ նորոգման աշխատանքներին։ Ընդհանուր 1.4 միլիարդ դրամի վերաբաշխման մասին է խոսքը։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նաեւ դպրոցների շինարարության նորոգման ոլորտում մեր աշխատանքների ծավալները եւ մենք եւ հանրություն լավ պատկերացնի, ես ուզում եմ նաև թվարկել այս որոշմամբ ինչ դպրոցների ենք անդրադառնում, մասնավորապես դպրոցների կառուցման տարեկան հատկացման ավելացում տողով մենք ֆինանսավորում ենք Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցի կառուցումը, որ ընթացքի մեջ է, Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի կառուցումը, որը ընթացքի մեջ է, Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզի կառուցումը, որի շինարարությունը մեկնարկում է, եւ նաեւ դպրոցների վերանորոգման, հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության չափագրության նախահաշվային փաստաթղթերի կազմում, այսինքն տեսեք, ես ինչ զարգացում ունեցավ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որովհետև երբ որ ծրագիրը մեկնարկում էինք, մենք մոտավորապես պատկերացնում ենք, որ Հայաստանում 300 դպրոց կա, որը կապիտալ ներդրման անհրաժեշտություն ունի եւ սկսեցինք զբաղվել 300 դպրոցների նույնականացմամբ, թե կոնկրետ որտեղ լինի, եւ այդ հետազոտության ընթացքում մենք պարզեցինք, որ ըստ էության Հայաստանի, եթե չչափազանցնենք, ամբողջ դպրոցական ֆիզիկական ենթակառուցվածքը ըստ էության վերափոխման եւ նորի կառուցման անհրաժեշտություն ունի, բայց մյուս կողմից մենք չենք կարող հիմա ուղղակի ասել դե լավ, սպասենք մինչեւ դրանք հանգիստ ավերվեն, մինչև մենք նորը կսկսենք կառուցել, դրա համար ըստ էության հնդածած ծրագրի մեթոդաբանության դիվերսիֆիկացիա տեղի ունեցավ եւ մենք նաեւ հաշվի առնելով մասնավոր ոլորտի կարողությունները, որտեվ ինչպես տեսանք ցավոք, հիմա նախորդ օրը քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ էինք քննարկում, մենք իրադրություններ ունենք, երբ որ մրցութային կարգով ընկերությունները 3-4 դպրոցների շինարարություն են շահել, բայց հիմա այդ 3-4 դպրոցների շինարարություններ նորմալ չեն կարողանում իրականացնել։ Եվ մենք հիմա շատ դեպքերում ստիպված ենք գնում բանակցել, փորձել գործընկերային լուծել պայմանագիրը, այնտեղ որտեղ չի ստացվում, ուղղակի միակողմանիորեն լուծում պայմանագիրը, բայց մյուս կողմից մենք դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքի պահպանման եւ ստեղծման process չենք կարող կանգնեցնել, սպասել լավագույն պայմանների եւ ժամանակների, եւ մենք հիմա ըստ էության ամբողջ դպրոցական բոլոր շենքերը գույքագրում ենք եւ հասկանում ենք այնտեղ, որ հիմա ծայրահեղ անհրաժեշտ է, որ այնտեղ շենք են վիճակում, որ որևէ ներդրում անելը իմաստ չունի, հետեւաբար պետք է գնալ այդտեղ հին շենքը ապամոնտաժելու, նորը կառուցելու ճանապարհով։ Եվ այսպես բան ենք անում, դասակարգում ենք,
որտեղ ենթադրենք կարող ենք հիմա նորոգել, որ เป զի եւս 5 տարի, 7 տարի, չգիտեմ, 10 տարի դպրոցը ծառայի, միջև ամենավատ վիճակում գտնվողներով կառուցելով կգանք, կհասնենք, բայց մեր վերջնական նպատակն է նա, որ ըստ էության 10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն է նա, որ այսօր գոյություն ունեցող 5 դպրոցների, բոլոր 5 դպրոցների փոխարեն պետքա մենք ունենանք նոր դպրոցներ։ Նու նոր դպրոց ասածնել կախված այդ արդեն էլ կգնահատվի, թե որ թվից սկսած է, որ մենք արդեն համարում ենք, որ այդ առաջիկա 50 տարվա մեջ ուղղակի պետքա սպասարկենք այդ դպրոցները, ահա այդ տրամաբանությամբ հիմա նաև այդ զննման աշխատանքներն են անվում եւ ուզում եմ թվարկել, թե որ դպրոցների մասին է խոսքը։ Այսինքն արդյունքում այս բոլոր դպրոցների հետ կապված որևէ որոշում է կայացվելու կամ նորոգել, կամ որոշում է կայացնելու սրանք նրանք են, որ որոշել ենք, որ պետքա նորոգվեն եւ ահա այդ թվերի ընդ որում մենք պլանավորում ենք սա միջև 1 տարվա ընթացքում նորոգել, չէ՞, մեր պլանն է նա, որ 1 տարվա ընթացքում նորոգենք։ Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոց, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոց, Երևանի Թելմանի անվան 13 հիմնական դպրոց, Երևանի Հովանեսյանի անվան 194 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի Կաքավաձորի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Ագարակի Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Աղցքի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Երնջատափի Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Հովտամեչի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Ախուրյանի Աղբալյանի անվան դպրոց, Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Ախլացյանի միջնակարգ դպրոց, Վայոց-Ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց։ Հիմա նաև ֆինանսավորում ենք այս դպրոցների նորոգումը հիմա սկսում ենք, հա, ճիշտ հասկացա, չէ՞։ Հիմա այն դպրոցները, որոնք արդեն նորոգումը համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այդ առաջին ցանկը, որ կարդացիք, դրանք են, որ ընտրել էինք ակնադիտական զննության արդյունքում, որ նորոգման ենթակա են։ Հիմա ըստ էության այդ աշխատանքը փոխարինման նախագծերի կազմանը, կավարտենք կմեկնարկենք նորոգումը, իսկ երկրորդ ցանկը նրանք են, որոնք որ արդեն ընթացքի մեջ են, նորոգվող են։ Մի ճշտում անեմ, պարոն վարչապետ, եւ կամ լրացում մենք դուք նշեցիք արդեն ըստ էության գործող ցանկում ունենք 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են, 45-ի կառուցումը ավարտված եւ մնացած 140-ը նորոգվողներն են։ Այս ցանկերում ներառվածները 22 եւ եւս մոտավորապես 25, դրանք են, որտեղ արդեն նորոգումները մեկնարկել են կամ հիմա մեկնարկում ենք։ Առաջիկա ամիսների ընթացքում կբերենք նոր ցանկեր, եւ այս նորոգվող դպրոցների ցանկը հանրագումարով կհասնի 140-ի։ Որտեղ արդեն ընթացքում են Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ստեփանավանի Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզում, Գյումրի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց։ Ազատանի դպրոցի մի մասնաշենքը կառուցված էր, այս երկրորդ մասնաշենքը պարզապես նորոգվում է։ Տավուշի մարզի Բերդի Սաղումյանի անվան ավագ դպրոց, Կայանի
Հովանես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց։ Եվս 27 դպրոցում մեկնարկում է նորոգման աշխատանքը։ Մաստարայի Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Արարատի մարզում Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզում Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց կրկին Արմավիրի մարզում, Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գառնու թիվ 2 ավագ դպրոց, Շիրակի Աշոտսկի միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջանի միջնակարգ դպրոց վարժարան, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Արևշատի միջնակարգ դպրոց,